Պարոն Վարդանյան, խաղաղության խաչմերուկ թեմայով հերթական միջոցառումն է, որտեղ բազմաթիվ փորձագետներ եւ քաղաքագետներ կան տարբեր երկրներից, նաեւ դեսպաններ, ներկայացուցիչներ, վարչապետը ելույթ ունեցավ եւ խոսեց նախորդ տարի տեղ ունեցած այս նմանօրինակ միջոցառումի մասին եւ այսօրվա միջոցառումի մասին, մատնանշելով որոշ տարբերություններ, զարգացումներ, որ տեղի են ունեցել վերջին շրջանում, դուք ինչպես կգնահատեք, պարոն Վարդանյան, իրավիճակը վերջին շրջանում ինչպիսի զարգացումներ են եղել խաղաղության գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ընդհանրապես ճանապարհների ապաշրջափակման թեմայով։ Գիտեք, ամենակարևոր բանն այն է, որ Վաշինգտոնյան համաձայնագրեր են ձեռք բերվել եւ դա կտրուկ փոխել է իրավիճակը տարածաշրջանում ընդհանրապես եւ իհարկե խաղաղության հաստատման, այսպես ասած, գործընթացում մասնավորապես։ Հիմա տեսեք, իհարկե ասվում է, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատված է, բայց որպես քաղաքագետ դեռևս կարծում եմ, այսպես ես մի քիչ ավելի զգուշորեն կխոսեմ այս առումով, շատ լուրջ քայլ է արվել դեպի խաղաղություն, այո, այս առումով միանշանակ է։ Եվ ըստ էության նաև ապաշրջափակման բանալին է կարծես թե գտնվել եւ նաեւ այն, որ թրիփի հետ կապված արդեն իսկ կան որոշակի համաձայնություններ եւ անոնս է արված, որ միջև տարվա վերջ որոշ տեխնիկական խնդիրներ արդեն պետք է լուծվեն, որ դա լինելու է հայ-ամերիկյան կոնսորցիում եւ ներդրումներ են լինելու այդ ամեն ինչում, հա, եւ բնականաբար նաեւ որոշ այսպես զգուշավոր ժամկետներ են ասում, թե երբ է սկսվելու արդեն թրիփի կառուցումը, այսինքն մյուս տարվանից պետք է սկսվի, որքան հասկանում ենք, եւ այս ամեն ինչը, տեսեք, սա խոսում է այն մասին եւ նաեւ չմոռանանք այն հանգամանքը, որ երկար ժամանակ է արդեն, որ որևէ այսպես կրակոց չի եղել սահմանին, հա, այսինքն մենք տեսնում ենք, որ գետնի վրա կա ոչ պատերազմ առնվազն վիճակ, մենք տեսնում ենք, որ բանակցային գործընթացում, մեսիջների առումով արդեն կա շատ լուրջ առաջընթաց դեպի կայուն խաղաղության հաստատում, բայց իհարկե մենք պետք է նաև նշենք, որ դեռևս չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, այս պահի դրությամբ էլ դեռևս սահմանները փակ են եւ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ ոչ Թուրքիայի հետ, ոչ Ադրբեջանի հետ, հա, այսինքն դրա համար սկզբից նշեցի, որ որոշակի զգուշավորություն այստեղ իհարկե պետք է ցուցաբերել, բայց մենք պետք է տեսնենք տենդենսը իհարկե եւ տենդենսը բավականին այսպես կարելի ասել ոգևորող է, հա, եւ կարող ենք նաև ենթադրել, որ մոտ ժամանակահատվածում մենք ունենանք նոր զարգացումներ խաղաղությանը ավելի նպաստող, հա, այսինքն խաղաղության ինստիտուցիոնալիզացիային ավելի նպաստող, եւ դրանք այդ զարգացումները ավելի լուրջ հիմքեր կտան մեզ պնդելու, որ մենք շատ զգալի առաջընթաց ենք ունեցել խաղաղության հաստատման առումով, այսպես ասենք։ Պարոն Վարդանյան, շատերը նաև ռիսկերի մասին են խոսում, ինչ ռիսկեր եք տեսնում, որովհետև տեսնում ենք, որ համարյա գետնի վրա կան իրադարձություններ, որոնք դրական զարգացումներ են մատնանշում, եւ իրոք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլատրում է իր տարածքով երկաթուղիներ անցնեն, որոնք գալիս են Հայաստան, Պերլեն են տեղափոխում։ Միաժամանակ շատերը քննադատում եւ ռիսկեր են տեսնում ու մտավախություններ ունեն Ալիևի հռետորաբանության հետ կապված։ Ալիևի հռետորաբանությունը երբեմն իհարկե իսկապես խնդրահարույց է, այս վերջի ժամանակաշրջանում եմ ասում, բնականաբար նախկինում ընդհանրապես պարզ է, որ խնդիրներ հարուցող եւ նաեւ կոնֆլիկտ սնող հռետորաբանություն է եղել, բայց վերջի եթե շրջանում տեսնենք, պետք է ֆիքսենք նաեւ հետեւյալը, որ այսպես փոխվել է հռետորաբանությունը ընդհանրապես օֆիցիալ Բաքվի, բայց դրականորեն է փոխվել, այսպես ասենք, հա, բայց այնուամենայնիվ կան որոշակի նարատիվներ, որոնք իմ կարծիքով չեն բխում, օրինակ Վաշինգտոնյան համաձայնագրերից, հա, այնպես չի, որ նպաստում են նրան, որ օրինակ Ադրբեջանի հասարակությունը այսպես արագ պատրաստվի խաղաղության, այո, երբ որ փոխվեն, ասենք, կոնֆլիկտ ծնող
նարատիվները եւ այլն, հա։ Եվ այստեղ կարծում եմ, որ բավականին այսպես աշխատանք կա տանելու, այսինքն այստեղ եւ Հայաստան, Ադրբեջան շփումների արդյունքում պետք է այս ամեն ինչը շփվի, դեպ խոսքը միայն պաշտոնական այսպես դիվանագիտության մասին չէ, հա, կամ առաջի դեմքերի միայն շփումների մասին չէ, այլ նաեւ հանրային դիվանագիտության ոլորտում այստեղ պետք է այսպես աշխատանք տարվի եւ այլն։ Ինչ կարող ենք ասել մենք ընդհանուր առմամբ այն բանի հետ կապված, թե ինչ ռիսկեր կան, ասեք ռիսկերը կապված են նրա հետ, որ հստակ չէ ժամանակացույցը Վաշինգտոնյան համաձայնագրերի իմպլեմենտացիայի, ըստ էության կարելի ասել չկա այդ ժամանակացույցը։ Ընթացքում է ձևավորվում այդ ժամանակացույցը։ Մենք չգիտենք հերթականությունը, այսինքն կողմերը կարծես թե չեն պայմանավորվել այն մասին, թե ինչը ինչից հետո է հստակ լինելու եւ ինչ ժամկետներում, եւ որոնք են երաշխիքները, որ կստիպեն, որ այդ ժամկետները չխախտվեն եւ որ հերթականությունը պահպանվի, հա, կարծես դա չկա, ընթացքում է այս ամեն ինչը։ Կան Վաշինգտոնյան համաձայնագրեր, որոնք շրջանակներ են գծել, տրամաբանությունն են տվել իմպլեմենտացիայի, բայց մանրամասներ չեն տվել։ Եվ իհարկե այստեղ բնականաբար կարող ենք մենք պոտենցիալ ռիսկեր ուրեմն տեսնել, որովհետև կողմերը կարող են ամեն մեկը իր ձևով ինտերպրետացնել այս ամեն ինչի հետ կապված, հա, ինչ է լինելու, ինչ պետք է արվի, ինչից հետո պետք է արվի եւ ինչ ժամանակում պետք է արվի։ Մենք ունենք դեռևս նախապայման, սա մասին չմոռանանք, այդ նախապայմանից Ադրբեջանը չի հրաժարվել։ Եվ նաեւ այդ պատճառով է, որ այսօր դեռևս չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը եւ նաեւ չի էլ անոնս արվել, թե երբ է ստորագրվելու, հա, որովհետեւ կարող էր չստորագրվել դեռևս եւ դա կապված չլիներ այլ հանգամանքների հետ, այլ զուտ ուղղակի տեխնիկական, հա, հարցերով պայմանավորված լիներ, որ սկզբից նախաստորագրում, հետո որոշ ժամանակ անց գալիս է ստորագրման պահը, հա, երբ որ վերջնականացվում են բոլոր տեսակի խնդիրները եւ այլն, այսինքն մի խոսքով, այսինքն պրոտոկոլային նաեւ հարցեր են հստակեցվում, բայց մենք այս դեպքում մի քիչ այլ իրավիճակ փաստորեն ունենք եւ չի ստորագրվում ըստ էության, որովհետեւ Ադրբեջանը դեռևս ունի նախապայման, որը կապված է սահմանադրությամբ։ Պարոն Վարդանյան, մենք խոսեցինք Ալիևի հրետորաբանության հետ կապված, այո։ Ձեր կարծիքով ինչու է Ալիևը այսպիսի հրետորաբանություն կիրառում, նպատակը ո՞րն է, թե գետնի վրա գործընթացները արագ գնում են, ինքնաշահագրգռված է, որպեսզի ապաշրջափակումը տեղի ունենա։ Դա շատ կարևոր հարց է։ Այո, ապա ի՞նչն է մոտիվացիան։ Իմ կարծիքով մոտիվացիան բխում է Ադրբեջանի քաղաքական ռեժիմի տեսակից։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը կենտրոնացված, խիստ կենտրոնացված պետություն է, հա, ավտորիտար պետություն է, եւ գիտենք նաեւ, որ վերջին իրադարձությունները ինչպիսին են եղել, եւ գիտենք, որ իշխանությունները այդ իրադարձությունները բնականաբար օգտագործել են սեփական դիրքերը հասարակությունում ամրապնդելու համար, ասելով, որ այդ տեսեք, մենք հաղթող ենք։ Ում շնորհիվ ենք հաղթող ըստ ավտորիտար իշխանության տրամաբանության առաջի հերթին բնականաբար իշխանությունների եւ մեկ հոգու, այո, բնականաբար իր ընտանիքի, այսպես ասած, հա, հետո եւ դա շատ կարեւոր է լեգիտիմացիայի համար ու այդ իսկ պատճառով, քանի որ անընդհատ ասվել է, որ տեսեք սխալ կողմը Հայաստանն է, ճիշտ կողմը Ադրբեջանն է եւ Ադրբեջանը ինքը կլուծի հարցը իր ուզած ձևով, եթե չստացվի դիվանագիտական, կստացվի ուրեմն կդիմի ուժային տարբերակի եւ հիմա իշխանությունները ասում են Ադրբեջանի իշխանությունները, որ տեսեք մենք հարցերը լուծեցինք մեր ուզած տարբերակով, հա, չստացվեց դիվանագիտականով, բայց լուծեցինք ռազմական ճանապարհով եւ այդքան ժամանակ նրանք բնականաբար ձևավորել են այսպես խիստ բացասական կերպար Հայաստանի, հա, կերպարը եւ ատելություն են սերմանել եւ այլն եւ արագ միանգամից խաղաղության ռելսերի վրա դնել այդ նարատիվները ամբողջ նարատիվները, այո, այդպես փոխել շատ դժվար է, գրեթե անհնարին է երևի թե եւ կարծում եմ, որ բայց ժամանակի ընթացքում
դա էլ պետք է արվի ու կարվի անկախ նրանից, որ Ադրբեջանը այսպես ավտորիտար իշխանություն է մնում, հա։ Բնականաբար հիմա մենք չենք կարող երկարաժամկետ կտրվածքով ասել, թե ինչ կլինի Ադրբեջանում, սա լրիվ այլ հարց է, բայց կարծում եմ, որ այսինքն այդ ավտորիտար համակարգի արկայությունը այդ պարագայում խոչընդոտ չի լինի, այսպես խաղաղությանը միտված նարատիվների տարածմանը, այն պահին, երբ որ այնտեղ արդեն տեսնեն, որ իրենք այլևս խնդիր չունեն իրենց իշխանությունը պահպանելու համար, Հայաստանից ստեղծել թշնամի, հա, եւ հակառակը կարող է ամրապնդել իրենց իշխանությունը։ Այդ պահից սկսած ուրեմն այդ նարատիվները կփոխվեն, բայց հիմա էլ իրականում, ասենք, բավականին շատ բան փոխվել է, երբ որ նայում ենք եւ փորձագետների ելույթները, եւ առանձին գործիչների եւ նույն Ալիևի, այո, հռետորաբանությունը շատ բան փոխվել է։ Տեսեք, ինքը նաեւ մի հետաքրքիր այստեղ բան կա, շատ հաճախ նաեւ այդ նարատիվները կոնտեքստից դուրս են ներկայացվում, մասնավորապես Հայաստանում։ Սրա մասին էլ մենք պետք է խոսենք։ Եթե կոնտեքստում ես նաև շատ այդպես ավելի վախենալու չի, ինչպեսին փորձում են ներկայացնել Հայաստանում։ Հա, օրինակի համար վերենք, որպես օրինակ, այո, Գյոյչայի ասում են, որ պատմական քարտեզներում էր այդպես ոչ թե Ռուսաստանի, ցարական Ռուսաստանի, այո, այդ իմպերիայի քարտեզներում ասում է չկա, ինչը չի նշանակում, որ չկա Սևան լիճ, որը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ինքը ընդունում է բնականաբար, որովհետև ստորագրել է, որովհետև մի խոսքով, այսինքն այս գործընթաց այն բանի մասին է, որ կողմերը ընդունում են միմյանց տարածքային ամբողջական։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։